լրջորեն կրակն ենք ընկել, որ Տիգրան Սարգսյանը բանկում աշխատել, բանկի գործն չի գիտի, ասեմ ես։ Բանկի գործն չի գիտի։ Պատահական չասեմ, որ Կենտրոնական բանկի նախագահն էր, գյուղ նախարարությունը մեխանիզացիան ավարտած եւ անձնավորություն։ Լավ է, թող լավ աշխատել ես բան չի ասում։ Ինչ են անում այս բանկերը։ Ասում են 3 միլիոնից ավել գործարքը բանկով պետք է անի, կանխիկ չեք կարող անել։ Հին հայտնի սովետական պատմությունը։ Սովետում էլ թվեր կար 50 ռուբլի բան։ Դուք կարծում եք ստվերն, փորձում ես ստվերը պայքարի ամենևին։ Տիգրան Սարգսյանը ներմուծող օլիգարխներից դարձնում է ֆինանսական օլիգարխներ, որտեղ իրանց հասկացնում է ուրիշ փող չկա աշխարհում։ Ֆինանսական փողը փող չկա։ Բացատրեմ ձեզ։ ՀԴՄ-ները մցրեցին։ Դուք կարծում եք տեսակար կշիռ առևտրի հարկերում բարձացավ։ Ասեմ ձեզ նաև կզարմանաք 96 թվականի համար կարծեմ Transparency International տանում բանը ստվերային տնտեսության գործակցությունը շատ էկոնոմի։ Անցյալ տարի վերջին արվել է օգոստոս ամսին 2011-ը 151 պետությունում արվել 124-րդ տեղն է։ Ընդհանուր ցուցանիշը 47, այսինքն 53-ը փաստ է 47 ստվեր։ Ինչ եք կարծում 96-ի համար ստվերը ավելացել է թե պակասել։ Նույն ցուցանիշով։ Այդ այն էր, որ պետությունը նոր էր սկսվել, պատերազմի տարին աճ էինք ստանում, մեզ էլ ասում էին, ասում են մասնտի գործ կա, բանկից անեկդոտներ էին պատմում, էլի, որ կշեղեն ուշադրություն ու սկսեն իրանց սև գործը։ 42% է ստվերը։ Սա պատմական միսիան է։ Դուք կարծում եք սրանից ստվերը պակասելու է, հետո ստվերի հետ կանխիկը կապ չունի։ Ստվերը ստվեր է։ Իդեպ ստվերն էլ կարա, կանխիկը միան կանխիկ է կարա լինի։ Սրանք բացարձակ հիմարություններ են։ Հաջորդը, որ այսօր բոլորին ուզում է, դուք եք մրեցեցիք, տեղ զննում է։ Այն մարդ գոյությունն է ապավագրություն, էլ ինչ տեղ զննում, նախ առաջի հարցը։ Բայց գնում ես մեքենատ ապավագրելու, ապավգան գործակալը մեկ չի վերկենում, ասում է տեսնում մեքենատ ինչ է, տկած է։ Որտեղ բովանդակության մեջ ապավագրություն չկա, տուր կա։ Սահմանել են տուր, ինձ ասել են, այս մասնավոր ընկերությունն է տուր այդ փողը, գոնե պետությանը տա կրկնում է։ Ոչ մի էլ ինչ տեղ զնման մասին է խոսքը։ Ապավագրական ընկերությունը պետք է գնա մի տեղ ունենար, ոչ թե այսպես, որ ամեն մի նկողային հարկում ինչ-որ մի օֆիս են բացել բոլորը, քեզ զններ, եւ դա այդ կոմպլեքսի մեջ պետք է լիներ։ Ինձ առարկում են, դա կասկոն է, դա օսագոչի դիտի, ես ընդհանրապես առհամարած ունեմ կասկոն կամ օսագոն։ Եթե շատ կարիք կա, կարող ենք բացատրել դրանց տարբերությունը բացատրելու բաներ չկա։ Բայց ակնհայտ բան է, 100 անգամ ասեցին։ Հիմա անպայման Ռուսաստանում շուտով կանեն, իսկ մենք 2 տարի ասում ենք, նոր դրանից հետո 2 տարի հետո սկսեն Հայաստանում որպես հերթական ռեֆորմատորական քայլ ներկայացնել մի հատ պրիմիտիվ քայլ, որը սխալի հետևանք է։ Վարչապետն կնստի, եթե մնա իհարկե, կասի ռեֆորմա։ Տեղ զննումը մտցնում ենք ապայի մեջ փողն էլ ավելացնում։ Ի վերջո կան սա։ Իսկ ինչու՞մն է խնդիրը։ Հիմա որպեսզի մոնետիզացիա լինի այստեղ զննման խնդիրը, առաջ գոնե ձևականորեն գնում մտնում, մի հատ նայում են, գոնե նայում են, ասենք այդ, չգիտեմ հայերեն բառը ոնց է, գլուշիցել, աղմկա, գլուշիցելը տեղում, հոպոկ վաշի, գալու մի հատ նայում են, էլի, հիմա չէ, գնում բանկում ուծում ես։ Քեզ ո՞ր իրավունք տվել։ Բացի տեղ զննման փողը մի հատ էլ բանկը միջնորդավճար է ստանում։ Ես կրկնում եմ, մի հատ բանը, որ այս մարդը արեց, օլիգարխիկ այդ կեղտոտ համակարգը նաև ֆինանսացրեց, ֆինանսաօլիգարխի դարձրեց։ Բացարձակ 4 սիստեմների բանկի, մնացած 18 բանկերը պատկանում են այդ օլիգարխները։ Սա է տեղ ունեցել, որ դրա վրա է փող աշխատում, փողը պակասել է։ Ես նորից եմ կրկնում, եթե մեքենան ապավագրված է, ինչ տեղ զննման մասին խոսք արունել չէ, որ մեքենա ապավագրողը պիտի զններ այդ մեքենան նոր ապավագրեր։ Սա ծիծաղելու, խայտարը բաներ։ Բայց անում են, մարսում են, որոշ բանկերում նույնիսկ հերթ է այդ վճարումների համար։ Այդ ժողովուրդը գնում վճարում է, հետո գալիս է միտինգ, մեզ ասում են մի բան արեք։